կանդազը պիղծ մարդասպան է։ Այս կարծիքին է Մարտակերտի նախկին ոստիկանապետը, որը իր ծանոթին պատմել է մարդասպանության մասին, որ տեղի ունեցել 1990-ականների Մարտակերտում Դանիելյան Նորիկի տեղակալին իր տեղեկությունների կամ ենթադրությունների համաձայն սպանել է կանդազը, որ հիմա գտնվում է ուժեղ Հայաստանի թիմում։ Երբ կնդապետ քսինորին պիղծը։ Դանիելյան Նորիկն եղել է Մարտակերտի պաշտպանական շրջանի առաջի կամավոր հրամանատար։ Որ Դանիելյան Նորիկ։ Զամն Դանիելյան Նորիկին կակաճառը կանդազինքսը կրակը։ Հանը կրղեց արկերը։ Այս մասին մենք տեղեկանում ենք հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրություններով, որտեղ ուժեղ Հայաստանի շտաբի ներկայացուցիչները քննարկում են իրենց թիմակիցներին եւ ասում, որ այդպիսի տեղեկություններ ունեն ու ենթադրում են, որ կանդազին ձերբակալել են ոչ թե բարեգործության արգելքը շրջանցելու կամ ընտրակաշառք բաժանելու համար, այլ հենց այդ սպանության համար։ Բացի դրանից, ուժեղ Հայաստանում պատերազմի վիրավորներին տանում են Նարեկ Կարապետյանի թե Սամվել Կարապետյանի հետ հանդիպումների եւ վերջում իրենց մասին հայհոյանքներ հնչեցնում բեի տղա եւ այլն, այսպիսին է նրանց վերաբերմունքը այդ մարդկանց նկատմամբ, ոչխար, բեի տղա եւ այլ էպիթետներ ու հայհոյանքներ։ Ընտրությունը ձերն է, սիրելի քաղաքացիներ։ Նրանք պետք է հունիսի 7-ին չհաղթարեն անցողիկ շեմ ու ստանան 0 քվ։